Առաջին լրատվականը շարունակում է աշխատանքը հանրայինի ուղիղ եթերում, բարև ձեզ, ես Զարու Երուշտունին եմ։ 79 կողմ 24 դեմ և 1 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ խորհրդարանն այսօր ընդունել է հարկային օրենսգրքի նախագիծը։ Մինչև քվեարկությունը ՕԵԿ խմբակցության ղեկավարն ասել է, որ դեմ են քվեարկելու։ Ժառանգություն խմբակցությունից Ռուբեն Հակոբյանն ասել է, թե սա կարևորագույն, ինչ որտեղ համակարգ ստեղծող տնտեսական քաղաքականությունն ուղղորդող փաստաթուղթ է, պատասխանատվություն է պահանջում, հավելելով, որ չի մասնակցելու քվեարկությանը։ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասել է, թե չի կարելի նման խաղի կանոն սահմանել, որն ըստ նրա ուղղակիորեն կործանելու է փոքր և միջին ձեռներեցությունը։ Զոհրաբյանը հորդորել է նախագիծը չդնել քվեարկության։ Խորհրդարանի ղեկավարն էլ հայտարարել է, որ առաջին ընթերցումից հետո նախագիծը պարբերաբար քննարկվել է և բազմաթիվ փոփոխությունների ենթարկվել։ Քվեարկությամբ ընդունելով նաև նախօրեին քննարկած մյուս բոլոր օրինագծերը, ազգային ժողովն ամփոփել է արտահերթը։ Կառավարության այսօրվա նիստը վարչապետը բացել է կաբինետի նոր անդամներին ուղղված շնորհավորանքներով։ Կարեն Կարապետյանը միանգամից 7 հանձնարարական է տվել։ Գերատեսչություններում հնարավորինս պակասեցնել պոակների և ծիգերի թիվը, կանոնակարգել գնումները, գույքագրել սեփականաշնորհված գույքը, հետագայում սեփականատերերի հետ քննարկել դրա աշխատելու հարցը։ Վարչապետը նաև առաջարկել է ուշադրություն դարձնել սննդի որակին և կոնկրետացնել գյուղ-քաղաքների համայնքների զարգացման 5-ամյա ռազմավարությունը։ Օրակարգի 5 տասնյակ հարցերի շարքում գործադիրը հավանություն է տվել 2017 թվականի բյուջեի նախագծին։ Կարեն Կարապետյանն այն բնորոշել է բավականին կոշտ բյուջե։ Եվ այսպես եկող տարի երկիրը կունենա 1 տրիլիոն 135 միլիարդ դրամի եկամուտ և 1 տրիլիոն 440 միլիարդի ծախս։ Պակասորդը կզսպվի 2,8%-ի սահմաններում։ Գործադիրի նիստի մյուս մանրամասները մեր հաջորդ թողարկումներում։ Այժմ սահմանին տիրող իրավիճակի մասին Արցախի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ գիշերը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել ավելի քան 20 անգամ։ Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 500 կրակոց։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։ Արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր արդյոք կարգավորումը տեսանելի է խորագրով ելույթ է ունեցել հեղինակավոր Ստենֆորդի համալսարանի միջազգային հետազոտությունների ինստիտուտում։ Հանդիպման սկզբում ինստիտուտի տնօրեն դեսպան Մայքլ Մակֆոլը նշել է, որ մեծ պատիվ է համալսարանական նորամուտից հետո դասախոսությունների շարքը սկսել հյուրընկալելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին առանցից ձեռքից տեղեկանալու Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա վիճակի մասին։ Ներածական խոսքում Էդվարդ Նալբանդյանը հիշեցրել է 1 տարի առաջ Փարիզում հրատարակվող Պոլիտիկ ինտերնասիոնալ հայտնի գիտական հանդեսում իր նույնանուն հոդվածը, որտեղ ընդգծել էր. հակամարտությունը չի կարող կարգավորվել, քանի դեռ Ադրբեջանը չի ձերբազատվել ռազմական ուժի միջոցով միակողմանի առավելություն ստանալու պատրանքից, և դրա ցայտունապացույցը տեսնելու համար պահանջվեց ընդամենը 1 տարի։ Նալբանդյանը մանրամասնորեն ներկայացրել է Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան, հակամարտության էությունը և կարգավորման հեռանկարը։ Մասնավորապես նշել է երանախագահ երկրների հռչակած քաղաքակիրթ բանաձևը, քվեաթերթիկներ փամփուշտների փոխարեն, որն ամրագրում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում, Արցախի բնակչության իրավական պարտադիր ուժ ունեցող կամ արտահայտման միջոցով։ Արտգործնախարարի պաշտոնակատարը հեղինակավոր լսարանին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիվ հակահայկական դիրքորոշումը, որը հաճախ կիրառում է աշխարհի հայերը մեր համար մեկ թշնամին են նշանաբանով։ Կարգավորման առանցքում պետք է լինի հասարակությանը ոչ թե պատերազմին, այլ խաղաղությանը նախապատրաստելը, վստահության ամրապնդումը։ Էդվարդ Նալբանդյանը զուգահեռել է Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համոզմունքի ընդհանրությունը, այն, որ ոչինչ չի կարող ժողովուրդներին զրկել անկախության իրավունքից։ Այժմ միջազգային լրահոսից Միացյալ Նահանգների հարավային Կարոլինայի Թաունվիլ քաղաքում 14-ամյա պատանին ատրճանակով հորը սպանելուց հետո մեքենայով գնացել է մոտակայքում գտնվող տարրական դպրոց և տեղի խաղահրապարակում կրակել երեխաների վրա։ 2 դպրոցական ու 1 ուսուցիչ վիրավորվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքի վայրում գտնվող կամավոր ՀՇՋ-ին հաջողվել է կասեցնել հետագա կրակոցները։ Թաունվիլի դպրոցում սովորում է 286 աշակերտ։ Առայժմ պարզ չի պատանու գործողությունների դրդապատճառը։
Միացյալ Նահանգների կոնգրեսը ձայների 338 կողմ և 74 դեմ հարաբերակցությամբ որոշել է շրջանցել նախագահ Բարակ Օբամայի վետոն, որը դրվել էր կոնգրեսականների ընդունած օրենքի վրա։ Այն սեպտեմբերի 11-ին ահաբեկչության զոհերի հարազատներին հնարավորություն է տալիս դատի տալ Սաուդյան Արաբիայի կառավարությանը։ Ավելի վաղ վետոն անտեսելու որոշում էին կայացրել սենատորները։ Կողմեր քվեարկել 97 սենատոր, դեմ էր միայն մեկը՝ փոքրամասնություն կազմող դեմոկրատական կուսակցության ղեկավարը։ Միացյալ Նահանգների նախագահի երկու նախկին դեմոկրատ թեկնածուներ Հարի Ռեյդն ու Բերնի Սանդերսը ձեռնպահ են եղել։ Օբամայի նախագահության 8 տարիների ընթացքում առաջին անգամ նրա վետոն անտեսվել է։ Օբաման զգուշացրել է, որ օրենքը կարող է տարաձայնություններ առաջացնել առաջնային դաշնակիցների հետ մերձավոր արևելքի խնդիրների հարցում։ Ըստ Միացյալ Նահանգների նախագահի դա հնարավորություն կտա մյուս պետությունների քաղաքացիներին նմանատիպ հայցեր ներկայացնել պաշտոնական Վաշինգտոնին։ Միացյալ Նահանգները սպառնում է դադարեցնել Ռուսաստանի հետ համագործակցությունը Սիրիայի հարցում։ Պետքարտուղար Քերին վերջնագիր է ներկայացրել իր ռուս գործընկերոջը պահանջելով վերջ տալ ռուսական և սիրիական օդուժի գործողությունները Հալեբ քաղաքում։ Ամերիկացի դիվանագետին անհանգստացնում է փաստը, որ ավիահարվածներից զոհվում են խաղաղ բնակիչներ, ավերվում են հիվանդանոցներն ու քաղաքային ենթակառուցվածքները։ Ըստ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի վերջին օրերին Հալեպի արևելյան հատվածում մոտ 100 երեխա է զոհվել, 200-ից ավելին վիրավորվել է։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ պատճառաբանել է, որ ամերիկյան կողմը այդպես էլ չի կարողանում տարբերակել զինված ընդդիմության և ահաբեկչական խմբավորումներին, և ըստ ռուսական տվյալների շարունակում է զենք մատակարարել Ռուսաստանում ահաբեկչական համարվող խմբավորումներին։ Ալժիրում շարունակվում է նավթ արդյունահանող երկրների ոչ պաշտոնական հանդիպումը, որի ժամանակ մասնակից պետությունները համաձայնել են նավթի արդյունահանման ծավալները կրճատել, հասցնելով օրական 32,5 միլիոն բարել մակարդակին։ Նոյեմբերին կայանալու է ՕՊԵԿ-ի անդամ պետությունների պաշտոնական հանդիպումը, որի ժամանակ էլ կքննարկվի յուրաքանչյուր երկրում նավթի արդյունահանման անհատական ծավալների հարցը։ Իրանի էներգետիկայի նախարարը սակայն հայտարարել է, որ իր երկիրը չի սառեցնի նավթի արդյունահանումը, իսկ դրա ծավալը կորոշվի կազմակերպության պաշտոնական հանդիպման ժամանակ։ Փորձագետները սպասում են, որ ՕՊԵԿ-ի որոշումը կխթանի նավթի գնի բարձրացմանը։ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո դատական գործերն այնքան են շատացել, որ իշխանությունը կանգնել է նոր դատարաններ կառուցելու անհրաժեշտության առջև։ Երկրի արդարադատության նախարարության տվյալով հուլիսին իրականացված Էրդողանի տապալման փորձին մասնակցելու կասկածով ձերբակալվածների թիվն արդեն 32,000-ի է հասել։ Անկարան պնդում է, որ ձերբակալվածներն աջակցել են քարոզիչ Ֆեթուլլա Գյուլենին, որն այժմ բնակվում է Միացյալ Նահանգներում։ Թուրքական իշխանությունը հոգևորական քարոզչին համարում է խռովության ամենահավանական կազմակերպիչը և դիմել է Վաշինգտոնին նրան շտապ արտահանձնելու առաջարկով։ Թուրքիայի հայ համայնքի ակտիվ գործիչներից Թուրքիայի ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ և պատգամավոր Կարո Փայլանը Լոս Անջելեսում է։ Նա հանդիպել է հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչների հետ զրուցել Թուրքիայում հայ համայնքի խնդիրների, անցած և սպասվող դժվարությունների, Թուրքիայում տիրող իրավիճակի և հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Միացյալ Նահանգների արևմտյան ափից պատմում է մեր մշտական թղթակից Լիլիթ Սեթրակյանը։ Ես շատ ուրախ եմ, որ խոսեմ եւ հանդիպեցանք միասնաբար։ Կարո Փայլանը ամերիկահայերի հետ հանդիպումը սկսեց հայերեն ողջույնով։ Խոստովանեց, որ թեև լավ է հասկանում հայերեն, բայց լավ չի խոսում։ Մայրը թրքախոս հայուհի է եղել։ Տարրական կրթությունը ստացել է հայկական դպրոցում, որտեղ էլ սովորել է առաջին հայերեն բառերը։ Հայոց ցեղասպանության տարելիցի օրերին համարձակ քայլով հայ հանրության ուշադրությունը գրաված ստամբուլահայ գործիչը Թուրքիայի ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համահիմնադիրներից է։ Անցած տարի ընտրվել է թուրքական խորհրդարանի անդամ։ Ապրիլի 21-ին նա նիստերի դահլիճ գնաց Օսմանյան խորհրդարանի 1915-ին սպանված հայ падգամավորների լուսանկարները ձեռքին եւ կոչ արեց հատուկ հանձնախումբ ստեղծել եւ ուսումնասիրել ինչու եւ ինչպես են սպանվել այդ գործիչները։ Երկրորդ անգամ նա հասարակության ուշադրության կենտրոնում էր Թուրքիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ խորհրդարանականներին падգամավորական անձեռնմխելիությունից զրկելու քննարկման ժամանակ, երբ թուրք падգամավորները հարձակվեցին հայ եւ քուրդ գործիչների վրա։ Հենց այս դեպքերը մտքում ամերիկահայերի մեծ մասի հարցն էր Կարոյին. «Չես վախենում»։
I spoke to 100 people here. Լոս Անջելեսում ես հարյուրավոր մարդկանց հետ խոսեցի, 100-ից 99-ին ինձ ասաց զգույշ եղիր։ Ամեն օր ես լսում եմ դա, բայց պայքարը դադարեցնել նշանակում է պարտվել, ինչն իմ բնույթին հակառակ է։ Իհարկե կա վախի գործոնը, այդ պատճառով էլ վերջին ամիսներին շատ չեմ զբաղվում հայկական խնդիրներով, քանի որ պետք է հարգեմ եւ հաշվի նստեմ Թուրքիայում ապրող հայերի վախի գործոնի հետ, իսկ ռիսկ միշտ էլ կա։ Ես նույնն ասում էի Հրանտինքին, բայց ժամանակները փոխվել են, այսօր այլ իրողություն է։ Այն ժամանակ փոքրամասնությունները սպառնալիք էին համարվում թուրքական պետության համար, այսօր այլևս այդպես չէ եւ շատերն են Թուրքիայում հասկանում, որ իրական սպառնալիքը Էրդողանի իշխանությունն է։ Կարո Փայլյանն ասաց, որ այսօր Թուրքիայում կրկնվում են 100-ամյա վաղեմության դեպքերը։ Միայն այս անգամ թուրքական ազգային ամոլության սուրը քրդերի գլխին է կախված։ Նրա տվյալով մեկ տարում Թուրքիայի քրդական մասից տեղահանվել է կես միլիոն մարդ։ Օրական միջինը 50 մարդ է մահանում թուրքերի ձեռքով, ասաց Կարո Փայլյանը։ Մինչդեռ արևմուտքը աչք է փակում այդ ամենի վրա, ինչպես 100 տարի առաջ նշեց նա։ Ինչ տվեց ամերիկահայերի հետ հանդիպումը հարցին, Կարոն իրեն բնորոշ անմիջականությամբ պատասխանեց. Ես ինձ տանն եմ զգում, որտեղ վախ չկա։ I feel at home and this strach really means that. Հոս վախ չկա, Ամերիկահայերին նա հորդորեց Միացյալ Նահանգների ապագա նախագահի վարչախմբին ստիպել, որ սանձի Էրդողանին, քանի դեռ արմատախիլ չի արվել թուրքական ազգային ամոլությունը, 100-ամյա վաղեմության դեպքերը կկրկնվեն, ասաց նա։ Թուրքիան կճանաչի հայոց ցեղասպանությունը հարցին Կարո Փայլյանն արագ ու կարճ վրա բերեց, աներկբա ոչ։ Քանի դեռ այդ երկիրն ունի բռնապետ ղեկավար Իդեմս Էրդողանի եւ ժողովրդավարության լուրջ խնդիր, ապա ճանաչման մասին խոսելն անիմաստ է։ Իսկ որևէ բան փոխելը երկար ճանապարհ է, որը Կարո Փայլյանը սկսել է թուրք եւ քուրդ ժողովրդավարական ուժերի հետ գործակցությամբ։ Լիլիթ Ցետրակյան, Օնիկ Գյուլեզյան, Առաջին ալիք, Միացյալ Նահանգներ։ Այսօր Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին նշում է 80-ամյակը։ Նա համարվում է Իտալիայի պատմության վերջին 20 տարիների անվիճելի աստղը։ Լինելով երկրի, ինչու չէ նաև աշխարհի ամենահարուստ մագնատներից մեկը, Բերլուսկոնին 1994 թվականին հիմնեց առաջ Իտալիա կուսակցությունը, որով եւ մտավ մեծ քաղաքականություն։ Նա 4 անգամ զբաղեցրել է երկրի վարչապետի աթոռը։ Բերլուսկոնին Իտալիայի քաղաքական կյանքի ամենավիճահարույց գործիչներից մեկն է, ոչ միայն նրա դեմ հարուցված բազմաթիվ դատական գործերի, այլև վարած ցոփ ու շվայտ կյանքի առումով։ Քաղաքական գործչին անգամ կապում էին տխրահռչակ Կոզա Նոստրայի եւ հանցավոր աշխարհի հետ։ Իսկ Ռուբիգեյթը այդ ամենի գագաթնակետն էր։ 2010 թվականին Բերլուսկոնին դատարանի առջև կանգնեց անչափահաս մարոկացի պորտապարուհու հետ սկանդալային պատմության համար։ 3 տարի ձգձգված դատավարությունից հետո դատապարտվեց 7 տարվա բանտարկության, բայց 1 տարի հետո ազատ արձակվեց։ Եվ դարձյալ տեղական նորությունների մասին 2010 թվականից մեր երկրում իրականացվող ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի դպրոցական սնունդ ծրագրի շրջանակում ամեն տարի անցկացվում է նկարչության մրցույթ, որին մասնակցում են միայն մարզերի այդ ծրագրում ընդգրկված տարրական դասարանների երեխաները։ Միջազգային այդ մրցույթին Հայաստանը ներկայացնող փոքրիկների նկարները հաճախ են արժանանում բարձր գնահատականի։ Արդեն 3-րդ անգամ մրցանակն ուղևորվում է Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի դպրոց։ Այս անգամ Հռոմում կայացած մրցույթի եզրափակիչ փուլում հաղթող է ճանաչվել 4-րդ դասարանի աշակերտ Հարություն Սարիբեկյանը։ Ծրագրի հայաստանյան գրասենյակի պատասխանատուները դպրոցում նրան հանձնել են մրցանակը $100, եւս 200-ը հատկացվել է դպրոցին նկարչական պարագաներ ձեռք բերելու համար։ Ոչ սովին մեր ապագան սկսվում է առողջ սննդից խորագրով մրցույթը կարևորում է երեխաների աշխարհընկալումը գույների լեզվով։ 2016 թվականի մրցույթին մասնակցել են 14 երկրներից 1000-ից ավելի մասնակիցներ նկարչական գործերով, 70 աշխատանք դուրս է եկել եզրափակիչ փուլ եւ 20 հաղթող են ճանաչել, որոնցից 2-ը Հայաստանի Հանրապետությունից։ Նկարել եմ Հայաստանի դրոշը Մասիս լանջի վրա, բայց կուզեմ հաջորդ անգամ նկարեմ Մասիսարի դրոշը գագաթի։ Եվ վերջում ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին հանրապետության տարածքում սեպտեմբերի 29-ին եւ հոկտեմբեր ամսվա առաջին օրերին կդիտվի առանց ստեղումների եղանակ։ Սակայն վաղը շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Օդի ջերմաստիճանն այսօր էապես չի փոխվի, հոկտեմբերի 1-ից 3-ին կբարձրանա 4-ից 5 աստիճանով։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 22, իսկ վաղը 20 աստիճան տաքության։ Վաղը Երևանում հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։
Այս ժամի համար այսքան էր, առաջին լրատվականի հիմնական թողարկմանը կարող եք հետևել ժամը 21-ին։ Ցտեսություն։